Խաչեր աշխարհի տարբեր հայկական սրբավայրերից բերված քարերի մասնիկներով։ Խոստում։ Այսպես է կոչվում սահմանափակ քանակով ստեղծված խաչերի հավաքածուն։ Յուրաքանչյուր խաչ ձեռագործ է, ունի իր անհատական համարը եւ կրում է հայկական սրբավայրերի ամենայն հայոց կաթողիկոսների կամ հայ առաքելական եկեղեցու սրբադասած անձանց անունները։ Խաչերի առանձնահատկությունն այն է, որ դրանցում ամփոփված են օրնված քարեր, հավաքված Հայաստանի Հանրապետության, պատմական Հայաստանի եւ աշխարհասփյուր հայկական հոգեվոր կենտրոնների սրբավայրերից։ Մատենադարանում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց խոստում նախաձեռնության գաղափարախոսությունն ու ստեղծման պատմությունը։ Քարերով, որոնք դարեր շարունակ լսել են աղոթքներ, տեսել պատերազմներ, ապրել կորուստներ, բայց տեսել են նաև ժպիտներ։ Հենց այդ քարերից ծնվեց խոստումը։ Նախաձեռնության հեղինակ Արմեն Ղազարյանը ասում է, խոստումը հիշողություն է, կապ անցյալի, ներկայի եւ ապագայի միջև։ Այն խաչերը, որոնք որ ստեղծվել են նրա համար, որ այն մարդիկ, ովքեր կդառնան մեր խաչի կրողները, իրենք մեր պատմությունը իրենց հետ տանելով նայեն դեպի ապագա եւ կառուցենք բոլորով մեր երկիրը եւ ամեն մեկս մի մեծ գործ անենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։ Այն խոստումը, որ տվել եմ ինքս 2021 թվականին Աղբատի վանքում, երբ որ նախագծի միտքը ծագեց, այստեղ մի քիչ բաց ենք թողել անկեղծ որ ասեմ, որ ամեն մարդ երբ որ կկրի խաչը իր կրծքին, նա կտա մի յուրօրինակ խոստում, թե ինքը ինչ է խոստանում իր սերունդներին, ինչ է խոստանում ինքն իրեն մեր խոստում խաչը կրելով։ Նախաձեռնության հիմնադիրների խոսքով նպատակն է ստեղծել ազգային եւ հոգեվոր արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ, միավորելով հայերին հավատքի, պատմության, մշակույթի եւ արմատների շուրջ։ Երեկոյին ներկա էին նաեւ պետական, հոգեվոր, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ։ Հրաշալի գաղափարը, ճիշտ ասած, այդ մասը շատ ինքնատիպ է ինքը, մարդը կամ ժողովուրդը, որ խոստում է տալիս, պիտի ինքը տեր լինի խոստմանը։ Սա այդ տեր լինելու եւ արդարացնելու գաղափարն է։ Ունի իր մեջ հավաքական շատ մեծ ձգողական ուժ բոլորից, ինչպես այդ տարբեր եկեղեցիներից այդ մասունքները, որ պետք է զետեղված լինեն մեկ խաչի մեջ, ամբողջացնում են իր մեջ հայ եկեղեցու բոլոր եկեղեցիներից այդ մասունքները իր մեջ։ Մենք էլ այսօր ունենք ամբողջանալու, համախմբվելու, միմյանց թևութիկունք լինելու կարևորությունը։ Աստվածաբան Թովմաս Առաքելյանը նշում է, հայ առաքելական եկեղեցում մեծ կարևորություն ունեցող խաչը այս նախաձեռնության շնորհիվ նոր ասելիք է հայկական մշակույթում։ Հրաշալի է, որ Հայաստանում կան նախագծեր, որոնք միտված են մեր հոգևոր կյանքը զորացնելու եւ բերելու մեզ ինքնաճանաչման, հայրենաճանաչման միջոցով։ Գնալով համոզվում ենք, որ հայրենիքը ճանաչելը ամենալավ բանալին է ինքդ քեզ ճանաչելու, քո ինքնությունը եւ արժեհամակարգը բացահայտելու։ Մենք շատ հարուստ ազգ ենք, Աստված մեզ շատ է օրհնել եւ խոստում ծրագիրը լիովին օգտվում է այդ հարստությունից, լիովին համահունչ է հայ առաքելական եկեղեցու աշխարհայացքին, վարդապետությանը եւ բարոյագիտությանը։ Խոստում խաչերի ստեղծմանը մասնակցել են նաև մի շարք անվանի անձինք։ Նախաձեռնության հեղինակի խոսքով դրանց մի մասը նվիրաբերվելու է հայրենիքի համար նշանակալի ներդրում ունեցող մարդկանց որպես երախտագիտություն։ Նվիրաբերվելու է մեր ազգային հերոսներին, հետմահու նրանց ընտանիքներին եւ թանգարաններին, մեր շնորհալի վայտնի հայրին, ովքեր որ մեծ գործեր են արել հայ ժողովրդի համար, մեր համահիմնադիրներին եւ այնտեղ խաչերի մի քանակ մնալու է մեր բալանսում, որը որ շարունակական կնվիրաբերենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ հաջորդ տարիների ընթացքում ինչ-որ մեծ գործեր կանեն հայ ժողովրդի համար։ Համահիմնադիր Վիգեն Պետրոսյանը նշում է, խոստում խաչը կրելը պետք է պարտավորեցնի արժանի լինել այդ ժառանգությանը։ Նախագիծը հայ ինքնության մասին ավելի շատ իմ համար, թե ովքեր են հայերը, ինչ ճանապարհ ունեն անցած ու դեպի ուր են գնում։ Հուլիսի 5-ից խաչերը կմեկնեն առաջին ուխտագնացությանը։ Մեկ տարում դրանք կայցելեն բազմաթիվ հայկական սրբավայրեր, կմասնակցեն պատարակների եւ կօրհնվեն, այնուհետեւ կվերադարձվեն իրենց տերերին։ Հեղինակների խոսքով ուխտագնացությունից հետո յուրաքանչյուր խաչ կունենա անցած ճանապարհ, աղոթքների ուժ եւ հայրենիքին տված խոստումները չդրժելու կամք։ Մանուշակ Մելքոնյան, Տիգրան Նադարյան, Էպիկենտրոն։